մայրս անընդհատ ասում էր, ինձ պախարակում էր, ասում էր, լավ է իմանալ մի բան հիմնովի ինքան դե հազար բան բոլորն էլ թերի, կարծեմ Շիրազի խոսքն է։ 11 տարի գովասանագիր ստացա, ոսկե մեդալով ավարտեցի։ Բայց բժիշկ չդարձաք։ Չէ, մայրս շատ էր ուզում, բայց ես Գագարինը նոր էր թռել տիեզերք, կիբեռնետիկայով էինք տարված, ասում էի, անպայման պետք է կիբեռնետիկ ինժեներ դառնամ ու գնացի պոլիտեխնիկ։ Փոշմանել եք։ Ավարտելուց հետո փոշմանեցի մի ընկերուհի ունեի, նա էլ ավարտել էր համալսարան, ֆիզիկա տվյորդվեցել, պինդ մարմնի ֆիզիկա, ասեց միասին գնանք բժշկական, դիմեցինք բժշկական, ասեցին, որ երկրորդ մասնագիտությունը չի կարելի առկա ստանալ, ուսուցում ստանալ, պետք է հեռակալ, բժշկականի հեռակա չուներ։ Ընտրվեցի պոլիտեխնիկին կից բժշկական կիբեռնետիկա։ 2 տարի տեղ սովորեցի։ Օգտագործեցիք այդ գիտելիքները։ Ոչ, որովհետև առաջին տարին մեզ ուղարկեցին տեղ Մոսկվայի երկրորդ բժշկական ինստիտուտի համար, գիտեք բիոնիկա ինչ բան է։ Որ ասեք։ Հա, այդ մասնագիտության գծով մենք դեռ չէ, առաջիններն էինք մենք, դեռ չէինք։ Կենսա ինչ հայերեն։ Բիոնիկա չգիտեմ, կենսա ինչ, չէ։ Դա այն խաչմերուկն է, որտեղ հանդիպում են կիբեռնետիկան բժշկության հետ եւ այդտեղ ծնվում է երկու մասնագիտություն, մեկ բժշկական ապարատուրա, մեկ էլ բիոնիկա։ Միտեղ ուրեմն բժշկություն օգտագործում են կիբեռնետիկան օգտագործում է բժշկական սարքերի կատարելագործման համար, մի այլ տեղ բիոլոգիան օգտագործում է կիբեռնետիկական սարքերը կատարելագործելու հակադիր բաներ էլի։ Երկրորդ տարին, երբ մենք արդեն ավարտեցին, կարող էին գնալ, արդեն տեղ չուղարկեցին։ Իսկ մեր դասախոսին ուղարկեցին Սիբիր այլախոհության համար։ Որ թվականին 74 կարծեմ, եթե չեմ սխալվում, 74 թիվներ։ Այսինքն անգամ այդ թվերին մինչև այդ նստած էր եղել այլախոհության համար, դուրս եկա, մեզ 2 տարի դաս տվեց, հետո նորից ուղարկեցին։ Մեր գյուղում, պապս մանկավարժ էր, որ Վանից եկել էր, իրան ուղարկեցին գյուղ, Ձորապ գյուղը Աղցք հիմա կոչվում է, եթե իմանաք, տեղեր կա, որ եկեղեցի ունի, այդ մեր գյուղի միջով է անցնում։ Ուղարկեցին այնտեղ մանկավարժ աշխատելու։ Այդ գյուղում մեր դասախոսը ստեղծել էր Լենինգրադի ինստիտուտի մասնաճյուղ, որտեղ ուսումնասիրում էին աղավնու աչքը։ Աղավնու աչքը ամենամեծ կոնտրաստ, հակադրություն, չէ, ոնց է կոչվում, հա, այդ կոնտրաստ ունեցողն է, դա ուզում էին օգտագործել, ասենք հեռուստացույցերում վարում է կոնտրաստն է, այդ կոնտրաստությունը կատարելագործելու համար, ու այդ այլախոհության համար իրան նորից ուղարկեցին Սիբիր, այդպես։ Իսկ դուք ոնց վերագտաք ձեզ, Տիկին Իզաբելա, այսինքն մասնագիտական այդ փնտրտուքի մեջ բժիշկ չդարձաք, այն ընտրած մասնագիտությունը նպատակին չհասավ։ Այդ փուլից ոնց։ Նպատակին հասավ այնքանով, որքանով ես 23 տարի աշխատեցի Մերգելյան ինստիտուտում։ Որպես ինժեներ, հետո ավագ ինժեներ, հետո առաջատար ինժեներ։ Բայց ձեր երազանքը չէր։ Գիտեք, դժվարանում եմ ասել, նաև դա էր, որտեղ իմ հետաքրքրությունների շրջանակը այնքան մեծ է ու հարուստ, որ ես չգիտեմ որտեղ ինձ կգտնեի։ Եթե ես գնայի հոգեբանության հաջողության կհասնեի, որտեղ սիրում եմ դա, գնայի փիլիսոփայության նույնպես։ Եթե գնայի օրինակ այդ դիզայներության էլի, որ չեմ ասում հեռուստատեսության աշխատող, որտեղ դա չգիտեմ, չեմ կարող ասել, բայց նրան ես կարող էի երաշխավորել, հասկանում եք։ Դիզայնից որ ասացիք, ես հիմա ձեր արտաքին տեսքն եմ նայում, համադրությունները, զարդերի հագուստի տեսա ձեր վերնահագուստը, որ ձեր ձեռքով էիք ստեղծել։ Դրա մասին ասեք, որ պահից ձեռագործ աշխատանքը դարձավ ձեզ համար ինչ որ մի հետաքրքրություն։ Ասեմ, սկզբում կարծես անհրաժեշտություն էր, ուզում էի մորս օգնած լինել։ Շատ դժվար էինք ապրում էլ, դե ընդհանրապես Սովետում բոլոր այնքան ցածր մակարդակով, կենսամակարդակով էին ապրում, բայց դե մենք էլ հայրս որ չկար, ասում եմ, անդադ ես մտածում եմ ոնց անեմ, օգտակար լինեմ, Կարիք ավելի ուժ գիներ։ Հա, մայրս գիտեր գործել, ինձ սովորեցեց թեթև գործել, հետո արդեն սկսեցի ինստիտուտի տարիներից, սկսեցի եւ ձեռքով հետո մեքենա գործելու մեքենան մոդա եկավ։ Դրանով սկսեցի գործել, հետո անհատական ցուցահանդես ունեցա
ժողովրդագործությունների տանը դա շատ մեծ ազդակ եղավ շարժարից, որ ավելի գնամ առաջ, էլի ոնց որ ինքնասիրությունս շոյվեց, որտեվ ինձ տվեցին ժողովարդպետի կոչում։ Դուք գործում եք շուղերով, գործում եք Մեկ հելունով, կարպետ, մակրամե, տոասղնագործություն քիչ, թեթև բանով զբաղվել եմ տեխնիկագործությամբ, փափուկ տեխնիկների, հետո ուլունքներով ծաղիկներ էին սարքում, այդ մեր դասատուն էլ մեզ թողեց կիսատ գնաց Արգենտինա, այդպես հիմա Ինչ է տալիս այս ձեռագործը։ Մանր մոտորիկան է։ Ես դրա մասին այդքան չեմ մտածում, որքան դի ստեղծեմ։ Ես մի բան նայում եմ, տեսնում եմ դա պետք է իրագործվի, ուրեմն իրագործվի։ Ինձ ասում են կարողանում ես վաճառել։ Չէ, չեմ կարողանում, որովհետև այդ ուղղությամբ ոչինչ չեմ անում։ Ես գիտեք ինչ եմ պատասխանում, ասում գրողը նա չի, որ կարողանում է գրել, նա է, որ չի կարող չգրել։ Դուք չեք կարող չստեղծել։ Չեմ կարող չստեղծել, անում եմ, մոտավորապես անում եմ իմ չափսերին, ինձ հարմար, որ եթե որևէ մեկը չգնի էլ, ես դա կրում եմ, էլի։ Բայց կարևոր է, որ կիրառական լրիվ կիրառական, մանավանդ այս այն ժամանակվանից սկսեցի գնացի մակրամե հատուկ սովորեցի, հետո կարպետ սովորեցի, հետո այդ բաները սովորեցի։ Բացի դրանից ասում եմ, հետաքրությունների շրջանակը բավական լայն էր, դպրոցում բարի խումբ էի գնում։ Ու Պիոներ պալատ բարի խումբ, հետո Պիոներ պալատ գնում էի Դաշնամուրի երգչախմբի բանի տեխնիկային թատրոնն ներկայացնում էինք Պավլոսի խումբը։ Պոլիտեխնիկում գնում էի բարի խումբ ու երգչախումբ, հետո սկսեցի գնալ ձիավարության ու աերոբիկայի, հետո գեղարվեստական մարմնավարժությամբ, հասկանում եք, այդքան բաներով, հետո… Իսկ անընդհատ հետաքրքրությունները դա ոնց որ պահանջ լինի, հա, ներքին պահանջ ունենա, կամ էներգիանա, որ պիտի կիրառություն գտնի, ելք գտնի, կամ այդ ինժեներական մտածողությունը ստիպում այդ երևակայություն, չգիտեմ, երևակայությունս պայծառ ա եղել դրա համար եմ պոլիտեխնիկ գնացել, թե պոլիտեխնիկը երևի եղել է մի քիչ պոլիտեխնիկներ պրակտիկ բան ա տվել դրան, էլի բազմապատկել ա, այն 0.1 ստորակ այդ վերջում մեկը բազմապատկել ա, էլի դարձել ա բավական։ Դուք պատմում եք, ես մտածում եմ, եթե այդ ամբողջ էներգիան, որ տարբեր ծառի պես կարծես թե տարբեր ճյուղավորումներ է ստացել, մի ուղությամբ ուղեիք, եթե ունենայիք այդ հնարավորությունը, այդպես կանեիք, թե բազմազան հետաքրքիր։ Չէի կարող, մայրս անընդհատ ասում էր, ինձ պախարակում էր, ասում էր, լավ է իմանալ մի բան հիմնովի ինքան դե 1000 բան բոլորն էլ թերի, կարծեմ Շիրազի խոսքն է, բայց ես չէի կարող, բայց հետո թերի չի էլ, ինչ էլ էությունը լավ է կանում, հենց այդ է։ Ես 23 տարի մորս հիվանդ եմ պահել, չար բախում, բայց զուգահեռ գիտեք 5 տարի հեռուստատեսությունում եմ աշխատել, այդ ժամանակ ՀԿ-ում էինք աշխատում, հույս աշխատանք ՀԿ էր կոչվում, թերթ ունեինք, ընտանեկան թերթ ունեինք, գամմա, հասկանում եք, բոլորին ես սենց մաս չէի մասնատվում, բայց ամենքին տրվում էի ու հերիքում էր ներսս այդ բոլորին միան ժամանակներ էլի պետք է ճիշտ կառավարել, որպեսզի ամենքին ժամանակ բավարարի։ Հիմա էլ չունեք ժամանակ։ Չէ,